Մերի Հակոբյան, օրագիրինս, պարոն Թաթոյան, բազմիցս իշխանությունները նշում են, որ իրենց համար խաղաղությունը կարևորագույն է եւ ռազմավարություն են մշակում խաղաղության հասնելու համար։ Կցանկանայի իմանալ ըստ ձեզ ինչքանով է սա մտնում իրենց ռազմավարության մեջ, այս ներխուժումները, եւ երկրորդ հարցս նրա մասին է, որ հնարավոր է ձեր տեղեկություններից դուրս մնացած լինեն նաեւ այլ ներխուժումներ կամ թաքստոցներ, որոնք հետագայում կարող են օրինակ Ադրբեջանի նոր ագրեսիայի դեպքում հիմք հանդիսանալ, որպեսզի պատերազմը տեղափոխվի մեր երկրի տարածք, ոչ թե օրինակ սահմանների։ Նախ նրանք ռազմավարություն են մշակում, նրանց մշակած ռազմավարությունները այս անվտանգության բնագավառի բոլորը մնացել են թղթի վրա, եւ նրանք ոչ թե անվտանգության ռազմավարություն մշակող են, այլ պարտության ռազմավարություն իրականացնող են։ Եվ այս պարտության ռազմավարություն ու պատերազմ բերելու ռազմավարություն իրականացնող են։ Ու դրա համար էլ դրա հաշվին դարձել են Ադրբեջանի թեկնածուն, որ ամբողջությամբ բավարարում են նրանց պահանջները։ Այլ տեղեր կլինեն ներխուժումներ։ Ես այս պահին խոսում եմ հստակ փաստերով, ապացույցներով, իմ ամեն մի խոսքը, որպեսզի որևէ մեկը չկարողանա փաստերի առումով ենթարկել, այսպես կասկածի կամ լինի միշտ հստակ, մենք այս պահին շարունակելու ենք մեր ուսումնասիրությունները, փաստահավաք աշխատանքները եւ այո, հայտնաբերելու դեպքում անմիջապես ներկայացնելու ենք մեր հանրությանը, որովհետեւ ես կարծում եմ ունենք լիարժեք դրա հիմքերը անվտանգության մարտահրավերների այս քաղաքականությունը տեսնելով, չէ, այս իշխանությունը սուտ է խոսում, չէ, ստախոս իշխանություն է։ Երբ որ մարդը սուտ է խոսում ու թաքցնում է քեզանից, հետո հարց է առաջանում, դու ինչքան կարող ես այդ սուտը պահել, կամ երբ էիր դու ինձ ասելու, եթե մենք չբացահայտեինք, սա երբեք չէր բացահայտվելու։ Այդպես սուտ էլ գնալու էր, չէ։ Դե հիմա մենք պետք է նաև այո, շարունակենք բացահայտել, որ մեր հանրությանը փաստերով նաև ներկայացնենք նրանց ստախոսությունները։ Եվ ասեմ դες մի բան էլ, երբ Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանը թաքցնում է մեր հանրությունից այսպիսի կարևոր տեղեկություններ, նրանք թաքցնում են միջազգային հանրությունից, նրանք նաև մաքրում են Ադրբեջանին աշխարհի աչքի առաջ։ Նրանք Ադրբեջանին դարձնում են ավելի սպիտակ, ավելի խաղաղասեր։ Եվ հետո գիտեք ինչ կա, գաղափարական առումով դե գնա աշխարհին անդադ համոզի, ասա, որ Ադրբեջանը ուզում է մեզ սպանի, մեր երկիրը ոչնչացնի եւ այլն։ Այդ աշխարհի գործընկերները կասեն շատ ներողություն, այդ անդադ գովում եք իրար միջազգային հարթակներում Նիկոլ Փաշինյան, ուրախանում ես, որ գալիս է ձեռքով ուսի տնտպասում է, այդ ինչ խնդիր ունեք ձեր մեջ։ Դրա համար մեր հարցն է, որ մենք միջազգային հանրությանը ազնիվ լինենք, ճիշտ ներկայացնենք ինչ է կատարում, որ հետո կարողանանք նաև մեր միջազգային գործընկերների ճիշտ միջնորդական գործունեությունը ունենալ եւ ոչ թե զբաղվել նրանք ինչա թե քո քաղաքական երկրի ներսում խնդիրներ չունենաս, դու սպիտակացնես ու ամբողջությամբ դուրս թողնես քո հարցերը միջազգային օրակարգից։